հարցերը։ Խոստացա, որ այս շաբաթ կխոսեմ Սփյուռքի մասին, թե ինչու Սփյուռքը իմ համոզմամբ մեծապես սատարում է Ռոբերտ Քոչարյանին։ Իհարկե, ամեն դեպքում չի կարելի միանշանակ տեսակետ հայտնել 100%-անոց խոսել, բայց կարծում եմ, եթե կան Սփյուռքում առողջ դատող մարդիկ, մի կողմ դրած իրենց, այդպես ասած, տեսակետները, որ կարող ունենալ քաղաքական կողմնորոշումները, գոնե ինչ որ հարցերում կարող են փաստերով, եթե նայենք նկատի առնենք, կհասկանանք, որ Հայաստանի նախորդ ղեկավարներից միակը, որը կարողացել է արդյունավետ եւ դրական համագործակցություն ծավալել Սփյուռքի հետ եւ դրական աշխատանք կատարել Սփյուռքի կապակցությամբ, վայելել Սփյուռքի վստահությունը, Սփյուռքի ներուժը բերել Հայաստանի եւ դրանից օգտվել արդյունավետ կերպով, ոչ թե խոսքի մակարդակում, ոչ թե լոզունգների կապակցություն մակարդակում, դա միայն եւ միայն եղել է Ռոբերտ Քոչարյանը եւ դրա մասին ոչ թե հավակնություններն են խոսում, այլ ուղղակի փաստերն են այդ մասին վկայում։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ բոլորս հիշում ենք ինչ տեղի ունեցավ, պատերազմն էր, Ղարաբաղյան առաջի պատերազմն էր, այդ փուլում բնականաբար ակտիվորեն ներգրաված էր Հայաստանի անկախին, հետ անկախության առաջին տարիներն էին, սփյուռքահայերը ոգևորությամբ էին, եղան բազմաթիվ սփյուռքահայեր հենց իմ բարեկամների միջից, գոնե Իրանից հիշում եմ, որ հենց այդ թվականներին գնացին հաստատվեցին Հայաստանում եւ փորձեցին իրենց կյանքը կառուցել նոր Հայաստանում, հույսեր ունենալով, որ իսկապես դրական բաներ ապահովում։ Բայց դե Ղարաբաղյան պատերազմ բավական կարևոր էր, իսկ պատերազմի ավարտից հետո 94 թվականից հետո հույս կար, որ այդ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պիտի զարգանան եւ դրական հունի վրա դնելով պետք է Սփյուռքի ներուժը գա եւ փորձի օգնել Հայաստանին զարգացման այդ ուղղությամբ։ Ցավոք սրտի Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին նախագահ չգիտակցեց այդ գործոնի կարևորությունը, չկարողացավ գիտակցել հատկապես Սփյուռքում հայ-հեղափոխական դաշնակցության ունեցած մեծ դերակատարությունը եւ ներուժը, որ ունի ամեն դեպքում մի ձևավորելու վրա եւ փոխարեն դրական եւ արդյունավետ հարաբերություններ մշակելու, ցավոք սրտի հիշում ենք բոլորս գնաց ինչ ուղղությամբ, արգելափակելով դաշնակցությունը, նրա ղեկավարությանը բանտ նստեցելով, ամենահիմար եւ անհիմն եւ սուտ մեղադրանքները վերագրելով դաշնակցությանը, փորձը հույս ունենալով որ դրանով վարկաբեկելու է, դե գիտենք սովետական շրջանից եկած այդ ցավոք սրտի սխալ մտածողությունը, որը գոյություն ունի դաշնակցության մասին եւ ցավոք սրտի դեռ մինչեւ հիմա այդ նստվածքը գոնե մեր ավակ սերունդի մոտ ցավոք սրտի դեռ շարունակում է մասամբ գոյություն ունենալ։ Ամեն դեպքում այդ փորձը մենք ունենք, տեսանք թե ինչ տեղի ունեցավ, թեև ամեն դեպքում դաշնակցությունը մնալով իր բարձրունքի վրա պետությունը եւ իշխանություն առանձնացնելով իրարից նույնիսկ այդ ծանր օրերին եւ դաշնակցություն արգելափակված էր, նրա մամուլը փակված էր, նրա ղեկավարությունը ազատազրկված էին, նույնիսկ այդ փուլում փորձեց իր ներուժով պետականության ստեղծման գործին մասնակից դառնալ, բայց միանշանակ էր իշխանությունների հետ հարաբերությունները չկային եւ դեսպանությունների հետ հարաբերությունները իջել էին նվազագույն մակարդակի, իհարկե դեռ շատ ավելի բարձր էր այն մակարդակից, որ կարծում եմ այսօր գոյություն ունի Հայաստանի Հանրապետության այս դավաճան իշխանությունների կողքին։ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ ծանր եւ դժվար օրերին Սփյուռք-Հայաստան հարաբերությունների կապակցությամբ հաջորդեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը իշխանության գալով հասկացավ, որ Սփյուռքը ունի մեծ ներուժ եւ այդ ներուժը կարող է մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի կառուցման, զարգացման, բարգավաճման հարցում եւ հասկացավ, որ ամեն դեպքում Սփյուռքը Հայաստան բերելու եւ Սփյուռքին վստահեցնելու, որ Հայաստանում շատ բան է փոխվել եւ ինքը կարող է գալ Հայաստանում կյանք ստեղծել եւ ներդրումներ անել եւ իր ներուժը բերել Հայաստան, միակ, այդպես ասած, վստահություն ներշնչող տարը, որ կարող է այդ կամուրջը հանդիսանալ հայ-հեղափոխական դաշնակցություններ եւ տեսանք, որ այդ սերտ հարաբերությունները հաստատվեցին դաշնակցության եւ Քոչարյանի միջեւ եւ դրա արդյունքում բնականաբար Սփյուռքը կարողացավ ավելի մեծ ներկայություն ունենալ Հայաստանում։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանի ամենամեծ ձեռքբերումը եղել է երկքաղաքացիության օրենքի ընդունումը։ Դրա մասին դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակից խոսվում էր, բայց միշտ, այդպես ասած, Հայաստանում մի տեսակ կասկածով էին վերաբերվում երկքաղաքացիությանը, արտասահմանյան քաղաքացիություն ունեցող սփյուռքահայերի ներգրավմանը Հայաստանի քաղաքական կյանքում, հասարակական կյանքում եւ այդ երկքաղաքացիության օրենքի հաստատման դեպքում դիմաց լուրջ խնդիրներ կային։ Բայց 2005 թվականի, եթե չեմ սխալվում, սահմանադրական փոփոխություններից հետո էր, որ հիմք ստեղծվեց երկքաղաքացիության
օրենքի համար եւ 2007 թվականից Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում պաշտոնապես երկխաղացիությունը ընդունվեց Հայաստանում եւ այդպիսով Հայաստանի քաղաքացիները սփյուռքահայեր իրավունք ստացան պահպանելով հանդերձ իրենց երկրի քաղաքացիությունը ստանալ նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչը նրանց հնարավորություն էր տալիս ավելի շատ ներգրավել Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Բնականաբար, եթե դու քաղաքացի ես, Հայաստան ես գալիս 10 տարվա կեցության, պես ասած, վիզաներով, որ մի տեսակացեք համեմատենք Միացյալ Նահանգների գրին քարտի տեսքով, դու կարող ես բնակվել 10 տարի, ելք ու մուտքի խնդիր չունես Հայաստան, բայց մեկը քաղաքացի չես, քվարկելու իրավունք չունես, որոշ հնարավորություններ, որոնք գոյություն են քաղաքացիների համար, դու դրանցից չես կարող օգտվել, դրանք բոլորը արգելքներ էին։ Իր Ռոբերտ Քոչարյանի շրջանում երկքաղաքացիության օրենքը ընդունվելով այդ հնարավորությունը ստեղծվեց, որպեսզի մարդիկ կան եւ լիարժեքորեն իրենց զգան նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մասնակցեն Հայաստանի ներքաղաքական կյանքին, ձայն տան, քվարկեն եւ դերակատար դառնան Հայաստանի քաղաքական կյանքում։ Եթե չեմ սխալվում, հույսում եմ, որ այս հարցում չեմ սխալվում, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նաեւ ունեցել ենք սփյուռքահայերի բարձր մակարդակում պաշտոնների նշանակվելու փորձ, հույսում եմ այս հարցում չեմ սխալվում, ինչը հետագային այլևս չի եղել եւ դրա ականատեսը մենք չենք եղել։ Սա կարծում եմ ամենամեծ ձեռքբերումն է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների գծով ունեցել է եւ կարելի է դրան պատվով դա մեծացնել, խոշորացնել, այսպես ոսկե տառերով գրել եւ ներկայացնել որպես իր վկայականի ամենահաջող աշխատանքներից մեկը։ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ընդլայնման գծով, հիշում եմ ես, բավական մեծ ներդրում ունեցավ եւ դերակատարություն ունեցավ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովները։ Դրանք այն հարթակն էին, որ հնարավորություն էին տալիս Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիական հասարակություններին, այլ երկրներում գտնվող հայկական կազմակերպություններին, նույնիսկ կուսակցություններին, հարանվանություններին, բոլորին գալ եւ մասնակցել Հայաստանի կյանքում եւ հասկանալ, իմանալ, թե որ բնակավարներում իրենց կարիքը կա, այդ կարիքները դնել, քննարկել այդ խորհրդաժողովների շրջանում։ Եթե չեմ սխալվում, Ռոբերտ Քոչարյանի շրջանում երկու համահայկական խորհրդաժողովներ Հայաստան-Սփյուռք երկու խորհրդաժողովներ Ռոբերտ Քոչարյանի շրջանում են եղել, երրորդը կարծում եմ երրորդ նախագահի շրջանում եղավ։ Երկրորդ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովին ես բախտն եմ ունեցել լինել Իրանի պատվիրակության մեջ մասնակցել եմ եւ հիշում եմ թե ինչպիսի ողջավորություն ապրեցինք այդ օրերին եւ հետարքիր կերպով հենց այս օրերին էր։ Այսինքն այո, ուղղակի մայիսի վերջին օրերին էր, այդ խորհրդաժողովը կազմակերպվում էր, այնպես էին դասավորել, որ խորհրդաժողովի, եթե չեմ սխալվում, հաջորդ ավարտի հաջորդ օր արդեն մայիսի 28-ի տոնակատարություններն էր եւ մենք ամբողջ այդ պատվիրակությունները, որոնք աշխարհից տարբեր կողմերից եկել էին, մասնակցել էին Հայաստան-Սփյուռք այդ խորհրդաժողովի երկրորդ խորհրդաժողովին, բոլորը Սարդարաբադում մասնակցեցինք այդ միջոցառմանը։ Ես անկեղծ եմ ուզում ասել, դա առաջին անգամն էր, որ ես կարծում եմ, եթե չեմ սխալվում, առիթ ունեցա այցելել Հայաստան, Հայաստանի անկախությունից հետո, բացառիկ առիթ էր, հնարավորություն չէր ստեղծվել ինձ համար, եւ այդ պատվիրակության կազմում ընդգրկվելը իմ կյանքի ամենամեծ, այդպես ասած, ուրախալի դեպքերից է, որի համար այդպես ասած կարելի է վիշարժան դեպքերից մեկն է, որը նաեւ ինձ առիթ ստեղծեց մասնակցելու թե ոչ միայն Հայաստան-Սփյուռք այդ խորհրդաժողովին լինելու այդ պանելային քննարկումների ժամանակ, այլ նաեւ առաջին անգամվա համար Սարդարաբադում մասնակցել, այդպես ասած, մայիս 28-ի մեր հաղթանակների, մեր տոների տոնի, մեր Հայաստանի առաջին հանրապետության հաղթանակի, Սարդարաբադում մեր ժողովրդի հաղթանակի այդ տարեդարձի նշմանը եւ հիշում եմ այդ հետաքրքիր օրը մայիս 28-ին Սարդարաբադում ինչպիսի սեղան էր փռվել, այս իրենց օրը բոլոր այդպես ասած խնջույք էր, ուրախություն էր, մարդիկ ողջավորությամբ մասնակցում էին այդ տոնակատարությանը մայիսի 28-ի առիթով, ոչ միայն Հայաստանի ղեկավարություններ, Արցախի ղեկավարություններ, կաթողիկոսներն էին, պատրիարքներն էին, տարբեր թեմերի առաջնորդներն էին, գիտեք, ամբողջ աշխարհից ելուն կարող եք պատկերացնել, հավաքվել էին այդտեղ մասնակցելու այդ խորհրդաժողովին։ Սա եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում։ Ես սա շեշտադրված եմ ասում, որպեսզի հասկանաք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կապակցությամբ ինչ աշխատանք կատարվել եւ համեմատեք այսօրվա իրավիճակի հետ, որ ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի օրոք, որպեսզի հասկանաք ողբերգական վիճակը, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում տիրում է։ Հայաստան-Սփյուռք այդ խորհրդաժողովը, համահայկական խորհրդաժողովը միակը չէր բնականաբար։ Դրան զուգահեռ արդեն իսկ տարբեր բնակավարներում սկսեցին կազմակերպվել տարբեր խորհրդաժողովներ։ Դրանցից մեկին նաև ես մասնակից եմ դարձել
2002 թվականի նոյեմբերին էր, դրա մասին խոսել եմ անցած անգամ, հիմա էլ խոսում եմ, տեսագրություն հավանաբար այս շաբաթվա ընթացքում կդնեմ։ Դա երիտասարդական առաջին համահայկական խորհրդաժողովի կազմակերպումն էր, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ։ Ես կրկին Իրանի պատվիրակության, պաշտպանական պատվիրակությանը մաս էի կազմում, մասնակցել էինք այդ խորհրդաժողովին եւ հիշում եմ արդեն 2002 թվականին ինչպիսի, այդպես ասած, շինարարական աշխատանքներ էին կատարվում Հայաստանում, նույնիսկ այդ ձմռան ցուրտ եղանակին։ Այդ ժամանակ խորհրդաժողովի հանդիպումը, որ նախագահ Քոչարյանի հետ կազմակերպվեց, Ծաղկաձորում էր, դեռ այսօրվա այդ ամեն կառույցները չկային, աշխատանքը նոր սկսել էր, հյուրանոցները կառուցվում էին, կառուցման աշխատանքներ էին, ձմռան եղանակ էր, հիշում եմ, բայց այնուամենայնիվ չնայած կլիմայական վատ պայմաններին շինարարություն այդտեղ կար եւ մենք այդտեղ մասնակցեցինք նախագահ Քոչարյանի հետ հանդիպմանը։ Դրան զուգահեռ արդեն կարծում եմ բոլորս հիշում են, տարբեր բնակավարներում Հայաստանը սպիրտ խորհրդաժողովներ են եղել, համահայկական բժիշկների խորհրդաժողով եղավ, քաղաքագետների խորհրդաժողով եղավ, որին ես մասնակցել եմ, դա վստահ չեմ երկրորդ նախագահի օրոք, կարծեմ երրորդ նախագահի օրոք էս մեկը տեղի ունեցավ, կազմակերպվեց տարբեր ոլորտներում, այդպես ասած, մասնագիտական ոլորտներում խորհրդաժողովներ էին եւ ամենակարևորը հետագային արդեն սկսվեցին մշակութային, համահայկական մշակութային փառատոների կազմակերպումը եւ պատկերացրեք որքան մարդիկ, որքան երիտասարդներ, որքան հայրենիներ, ովքեր առիթ չէին ունեցել ընդհանրապես գալ հայրենիքը տեսնելու, մասնակցելու հայրենիքի կյանքում, ծանոթանալու թե ինչ է տեղի ունենում իրենց հայրենիքում անկախությունից հետո, այդ խորհրդաժողովների միջոցով հնարավորություն ստացան գալ, մասնակցել, տեսնել եւ շատերը կյանք կառուցել եւ հաստատվել Հայաստանում։ Կարծում եմ տվյալները չափազանց խոսուն են, վիճակագրական տվյալներ են, նույնիսկ եթե փորձենք անել, ժամանակին հանվեց եւ ներկայացվեց ժամանակաշրջաններից մեկը, որ մենք իսկապես ներգաղթ ենք ունեցել դեպի Հայաստան, արտագաղթի փոխարեն եղել է ներգաղթ, արտագաղթ մենք ունեցել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, ունեցել ենք երրորդ նախագահի ժամանակ, ունեցել ենք սարսավետի կերպով վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանի ժամանակաշրջանում, հակառակ այն բանին, որին կուզում են ներկայացնել, բայց Ռոբերտ Քոչարյանի շրջանում մենք ունեցել ենք շատ հստակ կերպով ներգաղթ դեպի Հայաստան, մարդիկ ովքեր եկել են, բնակարաններ են կառուցել, ապրել են, կյանք են հաստատել եւ մնացել են Հայաստանում։ Այո, Ռոբերտ Քոչարյանը վերջին հարցազրույցի ժամանակ թե ելույթներից մեկի ժամանակ ասաց, որ ինքն ասել որ այդ տեսակ ֆիլմի ժամանակ էր, որ ինքը խոսում էր, իր կյանքի մասին այդ 1.5 ժամանոց ֆիլմի ժամանակ էր, ինքը հայտարարեց, որ իր կարգախոսը եղել այն, որ ցանկացած սփյուռքահայ պետք է մեկ բնակարան ունենա Հայաստանում, տուն ունենա Հայաստանում, որպես հիմա եթե հիմա չի կարողանում գալ ապրել, առնվազն իմանա, որ այնտեղ ինչ որ տեղ կա իր համար ապրելու համար, որ պիտի գա։ Եվ շատերը նաև դրանց թվում, ես այդ թվականներին կարողացան գալ Հայաստանում եւ բնակարան ձեռք բերել այդ կոչին հետևելով եւ հույս ունենալ, որ մենք գալու ենք, այո, մի օր վերջնականապես հաստատվենք Հայաստանում, քանի որ դա մեր հայրենիքն է, թեև չնայած այսօր կյանքի պայմանների թելադրանքով պարտավորված կերպով առայժմ բնակվում ենք արտասահմանում, բայց մեկը բոլորիս վերջը կարծում եմ լինելու է հենց այդտեղ։ Բոլորս հիշում ենք, թե Հայաստան ինչպիսի մեծ թվով շինարարական աշխատանքների արդյունքում որքան սփյուռքահայեր եկան, ներգրավվեցին Հայաստանի քաղաքական կյանքում, տնտեսական կյանքում, փորձեցին, այդպես ասած, իրենց ներդրումը բերել Հայաստանի կյանքում։ Լիսի հիմնադրամ արդեն բոլորս գիտենք, Քրկորյանի կատարած նվիրատվությունները, որոնց շնորհիվ հնարավոր եղավ բազմաթիվ ծրագրեր իրականացնել Հայաստանում վերակառուցման։ Դրանց մասին խոսել եմ, կարծում եմ ավելորդ է խոսելը հստակ կերպով Հարութ Սասունյանը շատ հստակ կերպով խոսել այդ մասին, որ մինչև վերջին կոպեկները ճիշտ ծախսվեցին, հակառակ Հայաստան համայնքական հիմնադրամի, որի գումարները հայտնի չեղավ պատերազմից հետո, որտեղ գնացին, ինչպես ծախսվեց սփյուռքահայերինը, այդ գումարները Լինսի հիմնադրամի նույնիսկ 1 կոպեկը, 1 սենտը չի, 1 դրամը չի մտել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որ հնարավոր չլինի հասկանալ ուր է ծախսվել, դրանք բոլորը պահվել են առանձին ֆոնդերի մեջ, առանձին ղեկավարության ներքո եւ ծախսվել են հենց հստակ նպատակների համար, որոնց համար ճշտված էր։ Հիշեք Զվարթնոցի վերակառուցումը, ինչպես տեղի ունեցավ, հիշեք տարբեր մշակութային Թումո դպրոցի կառուցումը, Կաֆեսյան կենտրոնի կառուցումը, գիտեք, հիմա չթվեմ մեկ-մեկ, Թուֆենկյանի այդ կենտրոնները բոլորը մեծ մասով զարգ, նայեք հիմնականում դրանց շինարարական աշխատանքները, նրանց իրականացումը իրականացվել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջանում։
Քաղաքական առումով Հայաստան-Սփյուռք հարաբերություններում Ռոբերտ Քոչարյանի ներդրումը նաև մեծ է եղել ցեղասպանության կապակցությամբ։ Առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանն էր, որ Միավորված ազգերի կազմակերպության ամբիոնից հնչեցրեց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը եւ հայտարարեց, որ ցեղասպանությունը որպես հանցանք, որը թույլ է տրվել Թուրքիայի կողմից եւ դրա միջազգային ճանաչումը դարձել է եւ դառնում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության բաղադրիչ տարրերից մեկը, ինչը ցավոք սրտի ոչնչացվեց Նիկոլ Փաշինյանի կողմից եւ հիմա տեսնում ենք իրենք շատ հստակ կերպով հայտարարում են, որ դա այլևս մեր արտաքին քաղաքականության բաղադրիչ մասը չէ, մենք ընդհանրապես մեզ չի հետաքրքրում, թե ցեղասպանության ժամանակ ինչ ա եղել, դե հլա մի որոշ տեղերում ասում են դա լավ պիտի գնանք քննարկենք, տեսնենք իրապես եղել է, չի եղել իրականությունը, ինչ ա եղել պատմության ընթացքում։ Հիմա համեմատեք Ռոբերտ Քոչարյանի հետ, ով Միավորված ազգերի կազմակերպության բեմից հնչեցրեց հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը եւ հայտարարեց, որ դա դառնում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության բաղադրիչ տարրերից մեկը։ Ու հետո եկեք եւ թվային առումով, փաստագրական առումով, վիճակագրական առումով տեսեք, թե ինչպիսի դրական առաջընթաց եղավ միջազգային ճանաչման հարցում այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության իշխանությունները դա ներառեցին որպես Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության բաղադրիչ տար։ Մինչև դա անշուշտ եղել էին հայ դատի աշխատանքների շնորհիվ միջազգային ճանաչում, բայց ընդունենք, որ այդ պահից հետո եւ Ռոբերտ Քոչարյանը նման հայտարարություն արեց եւ հայ դատը եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ոչ թե սկսեցին իրար խանգարել, ինչը այսօր ցավոք սրտի տեղի են ունենում, այսինքն ավելի շուտ Հայաստանի իշխանություններն են խանգարում հայ դատի աշխատանքները եւ խոչընդոտում են, թույլ չեն տալիս, որպեսզի նա կարողանա իր աշխատանքները իրականացնել։ Այդ պահից հետո երկուսը սկսեցին աշխատել զուգահեռ, մեկը մյուսին լրացնելով, մեկը մյուսին թև ու թիկուն կանգնելով եւ արդյունքը եղավ այն, որ մենք հատկապես նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում ունեցանք բազմաթիվ եմացականակ երկրներ, որոնք միջազգային կերպով ճանաչեցին որպես միջազգային փաստ ճանաչեցին հայոց ցեղասպանության իրականությունը եւ բնականաբար դրան արդեն հաջորդող իրավական հետևանքներով։ Երրորդ նախագահի շրջանում նույնպես այդ գործընթացը բարեբախտաբար նույնությամբ շարունակվել է հայ դատի համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ, բացառությամբ ասենք 2009 թվականի այդ տխրարարչակ արձանագրությունները, որոնք ցավոք սրտի ստորագրվեցին, այդ մեկ փուլում ինչ որ այդպես ասած խնդիրներ կային, բայց հետո բարեբախտաբար դրական է եղել, ինչը հիմա տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի շրջանում ճիշտ հակառակ ընթացն է ստացել եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ամեն կերպ իրենց սատարում աջակցությունը վերցնելով հայ դատից բնականաբար խանգարել են, որպեսզի հայ դատը կարողանա արդյունավետ աշխատանք տանի։ Հիմա փորձեք հասկանալ Նիկոլ Փաշինյանի շրջանում քանի երկրներ են հայոց ցեղասպանությունը որպես միջազգային փաստ ընդունել եւ ճանաչել, կարծում եմ գուցե 1 կամ 2 երկրի հազիվ կարողանա գտնել։ Հիմա համեմատեք այդ վիճակագրական տվյալները Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանի հետ եւ հասկանաք, թե այդ համատեղ աշխատանքը, որ կար հայ դատի, Սփյուռքի եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների միջև իդեմս Ռոբերտ Քոչարյանի, ինչպիսի մենք արդյունավետ եւ հաջող այդպես ասած արդյունքներ են կարողացել արձանագրել հատկապես հայոց ցեղասպանության հարցում։ Հայոց ցեղասպանությունը բնականաբար միայն ցեղասպանություն չի, դա նաեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի այդպես ասած ինքնության, էության մեկ մասնիկն է։ Երբ խոսում ենք հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, դրան զուգահեռ նաեւ տարբեր համայնքներում արծարծվում է հայի անունը, հայկական ինքնությունը, հայոց պատմությունը եւ դրա նաեւ ինչ որ կերպով ազդում է, որպեսզի մեր հայկական գործոնը այդ գաղութների մեջ, համայնքների մեջ, որտեղ ապրում ենք Սփյուռքում, ավելի ուժեղ եւ գերակշռող դառնա։ Ցավոք սրտի տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում ոչ միայն Հայաստանն է դարձել մի տեսակ փալասի կտոր միջազգային քաղաքականության ոլորտում այլևս ասելիք չունի, որից է տեղը, որից է մեկը մարդու հետ չի ատեղ, չի հաշվում Հայաստանի Հանրապետության իշխանություններին, մի տեսակ այդպես ասած դարձել է սեղանի վրայի մենյու, ինչպես ասում են։ Նույնպես նաև Սփյուռքում է այդ իրավիճակը տիրում հատկապես 2020 թվականի պատերազմից հետո, երբ հիասթափության, հուսալքության այդ դառը մթնոլորտում մենք ցավոք սրտի մեր ինքնության շատ բան ենք կորցրել եւ մի տեսակ նաեւ մենք այստեղ կորցրել ենք կարևոր գործոն լինելու մեր համայնքներում այդպես ասած հնարավորությունը։
Բնականաբար իրավիճակը փոփոխվելով Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադառնալով հույս կարելի ունենալ, որ նաև Սփյուռք ունենալու ներշնչվելու է նոր հույս, նոր, այդպես ասած, հավատ է ներշնչվելու Սփյուռքահայությանը եւ մենք կարողանալու ենք, այդպես ասած, ողջավորված էլի վերականգնել այն դիրքերը, որ մենք ունեինք մեր համայնքների մեջ մինչև 2018 թվականի եւ հատկապես 2020 թվականի ուրեմն պատերազմ։ Հետաբար կարծում եմ այսքանով բավարարվեմ Սփյուռքի կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի ունեցած դերակատարության մասին եւ կարծում եմ հենց այսքանը հիմք ընդունելով կարծում եմ կարող եմ հավակնել, որ ինք իրեն հարգող ցանկացած սփյուռքահայ, ինչպես նաև ինք իրեն հարգող ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ պիտի գնա եւ ձայն տա անպայման համար 17-ին այս պատճառները, որ ձեզ ներկայացրեցի, դրանք կատի առնելով, նաև Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներ, ովքեր ունեն քվարկության իրավունք, կարծում եմ պիտի կփորձեն լինել Հայաստանում, ձայն տալ Հայաստան դաշինքի օգտին, իսկ եթե հնարավորություն ունեն, առնվազն իրենց կոչերով, իրենց խնդրանքներով Հայաստանում գտնվող իրենց բարեկամներին, ովքեր քաղաքացիներ են, նրանց կոչ անեն, որպեսզի գնան եւ անպայման ընտրեն համար 17-ին։ Ես նույնպես այստեղից այս լսարանից իմ բարեկամներին, հարազատներին, ովքեր գտնվում են Հայաստանում, ովքեր անտարբեր են եղել մինչև 2021 թվականի ընտրությունները, ասելով որ թքած ունենք Նիկոլի վրա, բոլորի վրա եւ չենք մասնակցում ընտրություններին, մեկ անգամ եւս ուրեմն կոչ անել, նախորդ շաբաթ էլ ասեցի, ընտրություններին չմասնակցելով դուք իրականության մեջ թքած չունեք Նիկոլի վրա, դուք օգնում եք, որ Նիկոլը վերարտադրվի, մնա իշխանության։ Հետևաբար, եթե հաստատվել եք Հայաստանում, եթե հատկապես Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանում եք արդեն գնացել որոշել մնալ Հայաստանում, հենց այդքանը նկատի առնելով, այդ փաստը նկատի առնելով, կարծում եմ ձեր ընտրությունը միանշանակ է եւ պիտի կարծում եմ արդեն եկած դիլեկան եզրակացության, թե հունիսի 7-ին ընդրատեղամասերում անպայման պետք է լինեք եւ լինելով ում պետք է ձեր ձայնը տաք։